Բարի ուշ երեկո հարգելի հայրենակիցներ, ես էլ ձեր նման տասնյակ հազար մեր հայրենակիցների նման ոչ միայն ուշ եմ քնում, արդեն քանի տարի է եւ դժվարությամբ եմ քնում, այլ այս գիշեր նույնպես հանգիստ քնել չեմ կարող։ Ամեն անգամ երբ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը այլևս հատել է ամենաստորին, ամենաներքևի, ամենաանբարոյական գիծը քաղաքական հետապնդումների եւ անբարոյականության մեջ, նա նոր հակառեկորդ է սահմանում այսօր Գոհար Ղումաշյանի եւ մյուս կնոջ հետ կապված հայտարարակ ձերբակալությունը եւ այն տեսարանները, որոնց մենք հետևում ենք դատարանից, երբ որ նորածին երեխային բաժանել են իր մորից եւ այն սադիստական հաճույքը, որ ստանում է այս իշխանությունը, ճնշելով ամեն մի մարդկային ու բարոյական, նոր հակառեկորդ է սահմանել, թվում էր, թե 18-ամյա Դավիթ Մինասյանին սրիկայաբար ձերբակալելուց հիվանդ վիճակում շաբաթներ անազատության մեջ պահելուց հետո ոչինչ մեզ զարմացնել չի կարող, ահա արի ու տես, որ Նիկոլը էլ ավելի մեծ սրիկայությունների է պատրաստ, այս անգամ հարվածելով մայր եւ երեխա հարաբերություններին, խոսել ընտրակաշառքի մասին զավեշտ է, այն ինչ որ մենք տեսել ենք այս տարիների ընթացքում, թե ոնց են սարքվում գործեր, ձայնագրություններ, ոնց է ձևվում օրենսդրական դաշտը, ոնց են այդ օրենքները կիրառվում ընտրողաբար, երբ որ ԿՊ-ն բացահայտ, ափաշկերա պետական բյուջեի հաշվին կաշառքներ են նախընտրական բաժանում եւ խոստանում էր քաղաքացիներին ու մնում է անպատիժ, իսկ բարեգործական ծրագրերը ինչ է թե արվում են քաղաքական այլ դերակատարների կողմից շատ արագ քրեականացվում են, այս պարագայում ոչինչից զարմանալ չի կարելի եւ նորից կրկնեմ, այն ինչ որ մենք տեսել ենք այս տարիների ընթացքում, թե ոնց են թխվում, սարքվում նման գործերը, թե ոնց է Նիկոլը ընտրողաբար կիրառում իր իսկ հորինած մոգնած օրենսդրությունը, կամ որևէ կասկած չեն թողում, որ Գոհարը եւ իր ընկերուհին, գործընկերուհին անմեղ են, իսկ այն ինչ որ Նիկոլը անում է այսօր, հենց այս գիշեր, հենց այս պահին Գոհարի հանդեպ, իր երեխայի հանդեպ պարզապես սարսափելի է իր անբարոյականության մեջ, հերթական հակառեկորդն է եւ այստեղ իհարկե անկեղծ խոստովանենք, մեղավորը նաեւ ընդդիմությունն է, բոլորս ներքաղաքական պայքարի մեջ եւ հատկապես առաջատար ուժերը մոռացել էին քաղբանտարկյալների գոյության մասին, քաղբանտարկյալների խնդրի կարեւորության մասին, սովորական երևույթ է դարձել քաղբանտարկյալներ ունենալը եւ ընդհանրապես այդ մարդկանց հիշատակելն ու թվարկելը հարցազրույցներում, ես որպես 2 տարուց ավել անազատության մեջ անցկացրած մարդ ասեմ, որ դա շատ ցավալի երևույթ է եւ մենք մի տեսակ ընտելացել ենք այդ փաստին, սովորել ենք ու մոռացել այդ մարդկանց, ուրախանում ենք, երբ որ կալանքները, բանտային կալանքները փոխարինում են տնային կալանքներով եւ այլն, այնինչ Նիկոլը պարզապես մարտավարություն է կիրառում, մեկին գոլոշիները թողում է մի քիչ, բաց է թողում ու միանգամից համակարգը այդ վիշապը կուլ է տալիս նոր զոհի, այդպես էլ եղավ այսօր Դավիթին մի քանի երկու շաբաթ անազատության մեջ պահելուց հետո թողեցին տուն, բայց նորից մեղադրյալի կարգավիճակով ուզում եմ հիշեցնեմ ու միանգամից հրեշը նոր զոհեր է ուզում, նման գործելավոճը շարունակվելու է եվրոպական քաղաքական համայնքի հավաքից առաջ մի քիչ ավելի թույլ, իսկ հետո շատ ավելի ուժգին։ Դրա համար ես կրկնում եմ հանրապետականի մեր առաջարկը, որի վրա մենք աշխատում ենք, ունենք արդեն նախագիծ, պլան, ռազմավարություն, որ եվրոպական այդ հավաքը վերածել ոչ թե թույլ տալ, որպեսզի այդ հավաքը թույլ չտալ, որպեսզի այդ հավաքը կներեք վերածվի նիկոլական նախընտրական խնջույքի, այլ դարձնել այն մղձավանջ բոլոր նիկոլական սպոնսորների եւ Նիկոլի համար բարձրաձայնելով Հայաստանում իրական խայտառակ վիճակի մասին տվյալները եւ ողջ ճշմարտությունը։ Ազատություն Գոհարին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին եւ լավ երկիր պետք է ստեղծենք, վերակառուցենք մեր բոլորիս երեխաների համար, այդ թվում Գոհարի փոքրիկի համար, ով հիմա դատարանի բակում է իր մոր կարոտն է փորձում առնել։